Անգամից ասեք, կա հավանականություն, որ սահմանադրական դատարանում սահմանադրական դատարանի որոշումը փոփոխություն կմտցնի ներքաղաքական մթնոլորտում։ Գլոբալ առումով չէ, բայց անկախ նրանից ինչ որոշում կլինի, կարծում եմ դատարան դիմաց ուժերը շարունակելու են պայքարը, այսինքն ամենայն հավանականությամբ որոշումը չեն բավարարի հայցը, ընտրությունները կհամարվեն վավեր եւ նրանք կշարունակեն իրենց պայքարը այլտեղ այլ մեթոդներով պարլամենտում, փողոցում, քաղաքապետարաններում, համայնքներում մինչև 2031 թվականը։ Քաղաքապետարանը ոնց որ հատուկ շեշտեց, այո։ Հա, այս քաղաքական ուժերի այնպես չի որ գործող երեկվա թե առաջի օրվա միջադեպը։ Այո, այդ միջադեպերը շատ են լինելու, հաճախ են լինելու եւ պարլամենտում են լինելու, դրանց նպատակը հայ հասարակության մեջ հուսալքություն առաջացնելն է, հիասթափություն առաջացնելն է, շեղելն է իրական օրակարգերից, խնդիրներից եւ ուղղորդելը դեպի իրենց ուզած տեղը, այսինքն հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, գնանք դեպի պայծառ ապագա Ռուսաստանի հետ։ Լավ, եթե սահմանադրական դատարանում կա առարկա կա քննության, չէ՞, եւ վիճելի, ապա ինչու հետընտրական տրամադրությունները այդպեսին չեն։ Նայեք, այնտեղ կա իհարկե առարկա հետընտրական, չէ՞, ինչպես կա 3 ընտրատեհամասերում վերաքվեարկություն չդնելու խնդիրը սահմանադրական դատարանի որոշելու հարց է եւ կարծում եմ այդ առումով գուցե նաեւ դնեն վերաքվեարկություն, բայց ինչ ազդեցություն դա կունենա ընդհանուր պարլամենտի վրա, կարծում եմ 0 ազդեցություն, ոչ մի ազդեցություն, որովհետեւ այն որակը այն տրամաբանությունը, որը ունի այսօրվա պարլամենտը, այդ 3 ընտրատեղամասի նույնիսկ ամենացնցումային, չգիտեմ, անհավանական արդյունքները չեն կարող այդ պարլամենտը որակական փոփոխության ենթարկել դեպի լավը, իսկ դեպի վատը ինչ կա էլի։ Դե մանդատներից հրաժարվելն էլ չի դիտարկվում։ Առաջին օրերին տակ-տակ խոսում էին այդ մասին։ Չեն հրաժարվի մանդատներից, որովհետև այն օրակարգը, որ ես ասացի, անկայունություն ապահովել։ Մանդատներով անհամեմատ ավելի հեշտ է անձեռնմխելիության հարց կա, անձեռնմխելիությունից զրկելու պրոցեսները, գործընթացները, նոր քաղաքական, այսպես ինտրիգների առիթ են եւ այլն, այսինքն ցույց տալու համար։ Այսինքն մանդատը դրա համար է պետք։ Այո, մանդատը պետք է։ Նայեք, Սամվել Կարապետյանը ռուսաստանցի հարուստ միլիարդատեր մարդ, որը վստահ եմ ես հեծի համար չի եկել Հայաստան եւ ոչ էլ ինչպես ինքն է ասում եկեղեցին փրկելու համար չի եկել Հայաստան, որովհետեւ գարեգին բն եկեղեցին չի։ Ես չեմ արդարացնում այն ինչ արվել է եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից, բայց ես վստահ եմ, որ այդ գալու նպատակը ոչ թե ինչ որ մի կաթողիկոսին կամ նրա պատիվը փրկելն էր, այլ Հայաստան, այլ կար ավելի լայն օրակարգ, ինչի մասին նույնիսկ անձամբ Վլադիմիր Պուտինն է ակնհայտ բաց ասել, հա, որ այդ մարդը իրենց տեխնացուն է եւ լավ կլինի, որ ինքը մասնակցի ընտրություններին։ Իսկ մյուս տեխնացուների մասին Ռուսաստանը մոռացել է։ Չի մոռացել, այդ մյուս տեխնացուները իրենց քիչ հնարավորություններով տեխնացուներն են։ Դե մինչև ընտրության արդյունքով գիտեր ինչ։ Չէ, վստահաբար իրանք էլ գիտեին, այդ մինչև ընտրությունները դեռ հարցախույզներ արված չէին, արդեն մենք գիտենք նախորդ ընտրություններից ինչքան է Հայաստան դաշինքի պոտենցիալը, ինչքան է Բարգավաճի պոտենցիալը։ Իհարկե Բարգավաճ մի քիչ շատ թույլ հանդես եկավ, չգիտեմ ոնց եղավ եւ ինչու, բայց ես կարծում եմ շեմ կհաղթահարի։ Իսկ Սամվել Կարապետյանը ավելի մեծ ռեսուրսներով եւ ամբողջ ռուսական ռոպագանդա եւ մեդիա դաշտ ուղղված էր այդ մարդուն աջակցելու։ Դե օգնեցին թե խանգարեցին։ Կարծում եմ օգնեցին։
օգնեցին թե Ռուսական մասնագետները, որոնք արած օգնություն կարելի է համարել։ Այո, այսինքն առանց դրա ավելի քիչ էին հավաքելու։ Նայեք, դուք ռուսական դաշտը մի նայեք, որպես Սամվել Կարապետյանին աջակցության դրթող կամ Չէ, ես նկատի ունեմ ռուս պրոպագանդիստի Հայաստանի հասցեին լուտանքներ նայեք, Սամվել Կարապետյան հաստատ չէր ուզեն այդ լուտանքները լսել։ Այո, այս ընտրությունները վախի, ես չգիտեմ ինքը ինչ կուզեր կամ չեր ուզի, դա այլ հարց է, բայց կոնկրետ այս ընտրությունները հիմնված էին վախի վրա, ով ավելի շատ վախ կտարածի եւ ավելի քիչ հակակրանք։ Այո, իհարկե, բա որ Նիկոլ Փաշինյանը ասում էր մենք չընտրվենք պատերազմ է լինելու, դա ինչ էր վախի ազդեցության։ Դա իրականության հետ կապ չունի։ Էական չի, կապ ունի թե չէ։ Խնդիրը այն է, որ ոչ թե քաղաքական ընտրություններ միտված Հայաստանի Հանրապետության ապագային ինչպիսի պետություն են կերտելու, այլ ինչից ենք փորձում խուսափել այս ընտրություններով։ Եվ այդ առումով ռուսական կողմի նարատիվները վախ սերմանող, ապակայունացնող, հիասթափություն, հուսալքություն առաջացնող շատ մեծ մեդիա ռեսուրս էր ուղղված Հայաստանի ընտրությունների վրա, շատ մեծ, ահռելի։ Եվ այն ինչ իրենք կարողացան անել, կարող եմ ասել մաքսիմումներ։ Եթե այդ ռեսուրսները չլինեին, Սամվել Կարապետյանը իր միջոցներով, իր հնարավորություններով գուցե 10%-ն էլ չհաղթահարեր։ Դե այդ տրամաբանության մեջ տեսնել պաշտոնական Մոսկվայի դերևս անարձագանք թողնել Հայաստանի դեպքում։ Իհարկե, պաշտոնական Մոսկվան իր նպատակը ասացի 2000, եթե մինչև 2031 թվականը լավ 8 տարի Մոսկվայի բոլոր հարաբերությունները հոյակապ էին այս իշխանության հետ, հանկարծ միանգամից ուղեփակոց դրեց Մոսկվան։ Ոչ, այդքան էլ միանշանակ չի այդ լավ էին հարաբերությունները։ Այդ 8 տարվա առնվազն 4-5 տարին Մոսկվան օգտագործում էր Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանը դրա հետ սկզբում շատ հաշտ էր, հետո մի քիչ ընդդիմանում էր, հետո արդեն դրանից հետո սկսեց բաց ընդդիմանալ եւ Պուտինի հետ հանդիպմանը նրա այն սարկազմով խոսքերը, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, որ մեր մոտ ինտերնետը բաց է եւ խոսքի ազատություն է եւ այլն, դա քաղաքական ապտակ էր Վլադիմիր Պուտինին նրա համար, ինչ արել է Վլադիմիր Պուտինը մինչեւ այդ Նիկոլ Փաշինյանի հետ, օգտագործել է Նիկոլ Փաշինյանին իր պետության, Ռուսաստանի Դաշնության պետական շահը կամ իրենց խմբիլկային շահը առաջ տանելու համար։ Եվ դա Նիկոլ Փաշինյանը ոչ միայն գիտակցել է, այլ կարողացել է իր մեջ ուժ գտնել դրան ընդդիմանալու։ ԵԱՏՄ Հայաստան վեճը կարող է ներքաղաքական տուրբուլենտություն առաջացնել Հայաստանում։ Այո, այլոր։ Չէ, չեմ կարծում, որ Ռուսաստան արդեն մտածում է ուրիշ շուկաներ։ Արտաքին թշնամին Նիկոլ Փաշինյանի համար իդեալական թիրախ է հայ ժողովրդին կոնսոլիդացնելու, Սփյուռքին նաև կոնսոլիդացնելու, նաև Արևմուտքին կոնսոլիդացնելու, Հայաստանի հնարավոր տնտեսական ճգնաժամեր հաղթահարելու համար։ Դա Ռուսաստանը շատ լավ գիտակցում է։ Կտրելով կապերը մեր հետ, Ռուսաստանը ազատում է մեր ձեռքերը եւ դա իրենք նույնպես հասկանում են։ Այնքան չեն անում, որ մենք կտրվենք, բայց այնքան էլ չեն անում, որ կարողանանք լավ ապրել, հա, կոպիտ ասած։ Այսինքն այդ վերջերս իրենց մոտ շատ է շրջանառվում կնուտայի մեթոդ կնուտայի պրյանիկը, հա, այսինքն իրենց թվում է, որ մինչև հիմա Հայաստանին իրենք շատ շահագրգռել են, հիմա ժամանակն է պատժելու, բայց իրականում այդպես չի եղել։ Այդ շահագրգռել են Նիկոլ Փաշինյանին, ոչ թե Հայաստանին։ Եվ հիմա այն պատժամիջոցները, որ իրենք փորձում են կիրառել, իրենք դա կիրառում են հայ ժողովրդի նկատմամբ, որը հակառակ ռեակցիան է առաջացնում հանրության մոտ։ Ուղղակի իրենց մոտ դրանից հասկացողներ քիչ կան երևի։